Տիկին Էլմիրայի հեկեկոցով է կտրվում խնկաբույր լռությունը։ Եկել է փոխգնդապետ որդուն պատմելու։ 3 զավակներից մեծը, իր Անահիտը, արդեն մայրիկ է։ Առաջին թորը կտա։ Երկու օր առաջ ասում եմ։ Աղջիկա, աղջիկ։ Հադրութից են Ռոմանն ու ընտանիքը։ Ծնողները պատմում են, 9 տարի առաջ որդին ու մարտական ընկերները արյան վերջին կաթիլը տվեցին, որ պահեն ջրականի դիրքերը։ Հիմա ինչ ասեն նրան, որ ամբողջ Արցախը չկա։ Միջև առավոտ իրենք 5 հոգով, միջև վերջին փամփուշտը կռվել են։ Այն ժամանակ ընդամենը 20 տարեկան Ադամը ծառայակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչեց թշնամու դեմ, հասցրեց զգալի կորուստներ, ինչը հնարավորություն տվեց հարավային ուղղությամբ հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել թշնամուն։ Ադամի սխրանքը չի մոռացվում։ Ծանոթ ու անծանոթ հիմա էլ զանգում են, հայտնում, որ ի պատիվ հերոսի են անվանակոչել իրենց որդիներին։ Դրանից ավելի մեծ, ինչ ասեմ, հպարտություն, սփոփանք ես այս օրերին չեմ կարող գտնել։ Թող բարեխոս լինեն հերոսները երկնքում ու թող խաղաղ լինի այն հայրենիքը, որի համար նրանք կյանք տվեցին, ասում է հերոս Ադամ Սահակյանի մայրը։ Ուզում եմ վերադառնալ մեր այդ հպարտությունը, որ որևէ մեր զինվորի սպայի արյուն հենց այնպես չի թափվել, հենց այնպես չի գնացել։ Ապրիլյանից հետո ցավի հետ նաև կար այդ հպարտությունը։ Բարի, ժպտերես, հումորով իր հերոսին շատ բան ունի պատմելու մայրը, ասում է տարիներն անցնում են, կորստի ցավն ավելի ուժեղ է դառնում։ Սփոփում են միայն տղայի զինակից ընկերները, որ պարբերաբար գալիս են, ամեն անգամ նոր պատմություն հիշում Բագրատի մասին։ Սա է, որ օգնում է ապրել։ Գումարվում է կարոտը եւ ոչ միայն կարոտը, ամեն ինչը, այն որ ինչ որ պիտի իրան ասեինք, պիտի իր հետ խոսեինք, այդ ամենը սա խառնվում է։ Ուզում ես արտահայտվես չես կարողանում, կուլ ես տալու, այդ կոկորտիդ այդ ածունքներն էլ հետն են կուլ գնում։ Դաժան ձևով։ Ավելի քան 100 զոհ ունեցավ հայկական կողմը ապրիլյան պատերազմում։ Հայ ժողովուրդը բոլորին գիտեր անուն առ անուն, հերոսապատում առ հերոսապատում։ 2016-ից հետո հողի վրա մնաց միայն ընդլայնված եռաբլուրը։ Մինչև հանդիպում, Ադամ ջան, կհանդիպենք։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։